Հավելյալ գումարի դիմաց հնարավոր կլինի վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել նաև հաջորդ օրը, համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքերով այս պահին ունեն ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն, երբ օրինակ հնարավոր է արագացված ընթացակարգով հավելյալ վճարի դիմաց ստանալ անձնագիր կամ նույնականացման քարտ։ Այժմ նախարարությունն առաջարկում է նույն մեխանիզմը կիրառել նաև վարորդական վկայականների ստացման տեսական եւ գործնական քննությունների համար։ Եթե անձը թե տեսական թե գործնական քննությունների ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն։ Մենք ստացել ենք բազմաթիվ դիմումներ, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի դիմաց անձը կարող է քննությունը վերահանձնել անգամ հաջորդ օրը, տեղեկացրել է Սարգսյանը։ Նախարարությունն առաջարկում է, եթե անձը հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ գումարը կկազմի 45,000 դրամ, եթե երրորդ օրը, ապա 30,000 դրամ։ Սա հավելյալ հնարավորություն է քաղաքացիների համար, այսինքն վերահանձնման ստանդարտ սպասելաժամանակը, որ 7 օր անց է, պահպանում ենք, սակայն եթե անձը ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք իրավական այս նոր հնարավորությունը, հայտարարել է նախարարը։